We are gathering here today on a very special occasion, which is a lecture of Prime Minister of Armenia, Mr. Nikol Pashinyan. Your Excellency, welcome to his. It is an honor and privilege for me to have this opportunity Մեծ պատիվ է նման հնարավորություն ունենալ եւ the story կիսվել մի of the պատմությամբ, peace խաղաղության պատմությամբ, established որը հաստատվել է in the South Caucasus Հարավային between Կովկասում Armenia and Azerbaijan, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ and with this very respected and renowned Շատ institution, հարգարժան Institute եւ հայտնի of International Affairs. կառույցի հետ, միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ։ Peace process Դերևս between եւ ուսամ գիտեք, որ and խաղաղության Azerbaijan գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև in իր the գագաթնակետին հասավ 8th of August in the capital of United օգոստոսի States, 8-ին Washington DC, ԱՄՆ-ի մայրաքաղաք when in the Վաշինգտոն White քաղաքում, House, երբ Սպիտակ տանը with the initiative and participation of the US President ԱՄՆ-ի նախագահ Donald Trump, Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ President of Azerbaijan, մենք Ադրբեջանի նախագահի հետ declaration ընդունեցինք համատեղ հռչակագիր the framework of peace between Armenia and Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակի մասին եւ այդ հռչակագրով between our country մեր երկրների միջև was established. խաղաղություն Of հաստատվեց։ course, Ինչ խոսք before the adoption of declaration, նախքան foreign հռչակագրի ministers ընդունումը of our countries, մեր երկրների արտաքին գործերի նախարարները, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին in the գործերի presence of նախարարները, the President of the United States, ԱՄՆ-ի նախագահի, Azerbaijan, in my presence, Ադրբեջանի նախագահի եւ իմ ներկայությամբ նախաստորագրեցին peace agreement between խաղաղության Armenia համաձայնագիրը and Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ And you know, Գիտեք, it is շատ very important կարևոր է to state that the նշել, peace որ our region խաղաղությունը մեր տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի is միջև based on the Alma-Ata հիմնված է Declaration of 1991. Ալմաթայի 1991 թվականի հռչակագրի վրա։ Դա փաստաթուղթ է, որն ընդունվել է former Soviet նախկին խորհրդային միության 11 հանրապետությունների կողմից, որում նշվում են main pillar երկու and, let's հիմնական say, game-changing սկզբունքներ, ideas. այսպես ասած խաղի First, կանոնները փոխող գաղափարներ։ in a result Առաջինը of that այն է, որ declaration, այդ հռչակագրի Soviet արդյունքում Union խորհրդային միությունը existing դադարում էր գոյություն ունենալ Soviet եւ republics խորհրդային հանրապետությունները became independent. դառնում էին անկախ And երկրներ, so, in the պետություններ եւ initial ուստի agreement on establishment of peace and հաստորագրված interstate relations համաձայնագրում, որը վերաբերում է between the խաղաղության եւ Republic of միջպետական Armenia հարաբերությունների and the հաստատմանը Republic Հայաստանի of Հանրապետության Azerbaijan, եւ Ադրբեջանի Հանրապետության there- միջև there is a կա reference to հղում Almaty Declaration, Ալմաթայի հռչակագրին and according to the եւ article first of that agreement, այդ համաձայնագրի առաջին հոդվածի Armenia համաձայն and Azerbaijan Հայաստանը եւ having Ադրբեջանը confirmed that the boundaries հաստատելով, between the որ Soviet Socialist republics խորհրդային of the սոցիալիստական former հանրապետությունների USSR միջև the սահմանները international borders of դարձել respective են independent համապատասխան states and անկախ have պետությունների been միջազգայինորեն ճանաչված recognized as such սահմաններ by եւ the ճանաչվել են որպես international այդպիսի community, միջազգային the հանրության parties, կողմից meaning Armenia կողմերը, and այսինքն Azerbaijan, Հայաստանը եւ Ադրբեջանը recognize and shall respect ճանաչում the են եւ sovereignty, հարգելու են territorial integrity, միմյանց and ինքնիշխանությունը, inviolability տարածքային of ամբողջականությունը international եւ borders միջազգային and սահմանների political անխախտելիությունը եւ independence of each other. միմյանց I քաղաքական quoted անկախությունը։ the Դա first մեջբերում է article of the initial նախաստորագրված համաձայնագրի and, առաջին the, հոդվածից, second article is իսկ also երկրորդ very important, հոդվածը in նույնպես full շատ compliance կարևոր է։ with Article 1. Առաջին The հոդվածին parties լիովին confirm that հետևելով they do կողմերը not have հաստատում են, any որ իրենք չունեն territorial որևէ claims տարածքային to each պահանջներ other and միմյանց shall not նկատմամբ raise եւ any such claims չեն in the future. բարձրացնելու նման պահանջներ ապագայում։ This is the architecture Սա of է the peace խաղաղության between ճարտարապետությունը Armenia and Հայաստանի եւ Ադրբեջանի And միջև։ I said that Եվ ես դա process culminated ասել եմ, in որ Washington գործընթացը DC գագաթնակետին with ասավ the participation Վաշինգտոն of քաղաքում US President ԱՄՆ-ի նախագահի and of course մասնակցությամբ եւ իհարկե without, personal engagement and առանց նրա initiative of անձնական US ներգրավվածության եւ President, նախաձեռնության the
առանց ԱՄՆ նախագահի մասնակցության եւ ներգրավվածության խաղաղության գործընթացի վիճակը անորոշ կլիներ եւ միանշանակ է, որ նրա անձնական նախաձեռնությունը եւ անձնական մասնակցությունը ԱՄՆ նախագահի շատ կարևոր դեր խաղաց մեր տարածաշրջանում խաղաղության համար եւ հիմա շատ կարևոր է ընդգծել, որ 2025 թվականը առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան մահացության դեպքեր, զոհեր սահմանային շրջաններում հայկական եւ ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով եւ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում եւ ես կասեի հետեւյալը խաղաղությունը հիմա հետազոտվում է, որովհետև ես կարծում եմ, որ մեր երկու պետությունները փորձում են հասկանալ, ուսումնասիրել, քանի որ գիտեք, խաղաղությունը մեզ համար անսովոր, անծանոթ բան է։ Կարող եք պատկերացնել անկախացման սկզբից ի վեր, մեր անկախացման սկզբի օրերից սկսած մենք չենք ունեցել խաղաղություն եւ հիմա մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպիսին է այն։ Եվ այժմ մենք ունենք իրական խաղաղություն, չունենք հրաձգություն սահմանամերձ շրջաններում, չունենք որևէ լարվածություն եւ շատ կարեւոր է նշել, որ հիմա մենք անգամ ունենք առևտուր Ադրբեջանի հետ, քանի որ ներկայումս մենք ներմուծում ենք որոշակի նավթամթերք Ադրբեջանից եւ հիմա երկաթուղին Ադրբեջանի տարածքով անցնող բաց է իմիջայլոց առաջին անգամն է 90-ականների սկզբից ի վեր, որ գնացքը հասնում է Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Դա նախորդ հոկտեմբերին եղավ, նախորդ տարվա հոկտեմբերին, եւ այդ պահից մինչ օրս գնացքներ են գալիս Ղազախստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից եւ խաղաղությունը հիմա կառուցման փուլում է, կարող ենք ասել։ Բայց ինչ խոսք, մենք շատ երիտասարդ խաղաղություն ունենք, որի մասին պետք է հոգ տանել եւ դա շատ կարեւոր է եւ դա է հիմնական գաղափարը, որը ես փորձում եմ ներկայացնել մեր ժողովրդին, որ այժմ մենք ունենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալ դարձնել եւ դրա համար մեզ անհրաժեշտ է որոշակի ջանք գործադրել եւ շարունակաբար ջանք գործադրել, քանի որ շատ լավ խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ։ Ուստի շատ կարևոր է իմանալ ողջ պատմությունը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման, քանի որ ես արդեն ասացի, այն գագաթնակետին հասավ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Վաշինգտոն քաղաքում, բայց շատ կարևոր է ձեզ պատմել, թե ինչպես սկիզբ առավ խաղաղության գործընթացի այդ փուլը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, քանի որ կարծում եմ այդ գործընթացի համար 2022-ի հոկտեմբերի 6-ը շատ կարևոր ամսաթիվ էր։ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հրավերով մենք հանդիպեցինք Ադրբեջանի նախագահի հետ եւ այնտեղ մենք որոշեցինք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ քաղաքական անկախությունը հիմնվելով Ալմատիի հռչակագրի վրա, եւ դա սկզբնակետը եղավ
Այս գործընթացների, որոնք մեզ հանգեցրեցին խաղաղության։ Եվ շատ կարևոր է, որ Պրահայում մենք համաձայնեցրեցինք, որ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը կտեղակայվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով, այլ շատ կարևոր պահ էր, որը իհարկե տեղի ունեցավ Լեհաստանի մասնակցությամբ եւ աջակցությամբ, ընդհանրապես Եվրոպական միության աջակցությամբ եւ անկեղծ ասեմ, դա իսկապես շատ կարևոր էր մեզ համար, քանի որ այդ որոշումը եւ Եվրոպական դիտորդական առաքելության ներկայությունը որոշակի դաշտ տարածք բացեց մեզ համար, որպեսզի մտածենք եւ ավելի լայն դիտակետ ունենանք ներկայիս գործընթացին եւ իրավիճակին մեր տարածաշրջանում եւ դրանից հետո մեկ կարևոր իրադարձություն էլ տեղի ունեցավ Ադրբեջանի հետ մենք կարողացանք համաձայնեցնել Սահմանազատման եւ սահմանագծման համատեղ հանձնաժողովների գործունեության կանոնակարգը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ այդ փաստաթղթում եւս Ալմաթայի հռչակագիրը երկու կողմերն ընդունեցին որպես հիմնարար սկզբունք սահմանների սահմանազատման համար մեր երկրների, մեր պետությունների միջեւ եւ շատ կարեւոր է որ այս կանոնակարգը Պատմության մեջ առաջին միջազգային փաստաթուղթն էր, որը ստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ հիմունքով եւ դրանից հետո այն վավերացվեց երկու պետությունների խորհրդարաններում եւ այդ կերպ ձեռք բերեց բարձր իրավաբանական ուժ Դա էլ շատ կարևոր անկյունակար կամ հիմնասյուն է մեր երկրների միջև խաղաղության գործընթացի համար։ Դրանից հետո եւս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ 2025-ի մարտի վերջին Ադրբեջանի հետ մենք կարողացանք ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները եւ այդ մասին հայտարարեցինք Մի քանի ամիս անց մենք ընդունեցինք համատեղ հռչակագիր իմիջայլոց Այդ հռչակագիրը ստորագրվեց նաև նախագահ Թրամփի կողմից Նա դա ստորագրեց որպես վկա եւ հաստատվեց խաղաղություն Ինչ խոսք մենք շարունակում ենք աշխատանքը Ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ եւ ներկայումս Խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղու կայացումը ընթացքի մեջ է դա շատ կարեւոր ռազմավարական ներդրումային ծրագիր է որը կապաշրջափակի Տարածաշրջանային հաղորդակցությունը, տրանսպորտը մեր տարածաշրջանում եւ շատ կարևոր կապակցում կստեղծի Կասպիական տարածաշրջանում, ինչպես նաեւ իհարկե Ադրբեջանի հիմնական մասը կկապակցի Նախճեվանի ինքնավար հանրապետության հետ եւ իհարկե դրա արդյունքում Հայաստանը նույնպես կապաշրջափակվի Համաձայնագիրը հետևյալի մասին է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան միմյանց հաղորդակցության ուղիներն օգտագործել ներպետական, այսինքն Ադրբեջանից Ադրբեջան, Հայաստանի տարածքով, Հայաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով եւ իհարկե նաեւ միջազգային տրանսպորտային հաղորդակցության եւ միջազգային տարանցման համար։ Բնականաբար դա նոր հնարավորություններ է բացում մեր տարածաշրջանի եւ մեր պետությունների համար, քանի որ գիտեք, ակնհայտ է, որ քաղաքական պայմանավորվածությունները շատ կարեւոր են խաղաղության հաստատման համար, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ
Ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի ուժեղ գործոն լինել կայունության համար, քան նույնիսկ համաձայնագրերը եւ այլ բազատղթերը։ Իհարկե, տնտեսական այդ գործոնները հիմնված են քաղաքական կամքի վրա, երկու երկրների եւ երկու կառավարությունների, եւ ավետիսն այն է, որ հիմա մենք տեսնում ենք, որ տնտեսական գործընթացները շրջանցում են քաղաքականությունը, ինչը մեր տեսանկյունից ամրապնդում է խաղաղության զգացողությունը, քանի որ երկկողմ առևտուրը եւ այսպես ասենք, կարծում եմ ամենաուժեղ գործոնը խաղաղության եւ կայունության որևէ տարածաշրջանում կարող է լինել փոխկախվածությունները, միգուցե ներքին քաղաքական կյանքի իմաստով դա հաճելի չէ կամ հաճելի եզրույթ չէ, եւ ես դա զգում եմ, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ փոխկախվածությունները ավելի հուսալի գործոններ են։ Ուստի TRIP ուղին, միջազգային խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղին եւ տարածաշրջանային տրանսպորտի եւ հաղորդակցության բացումը իհարկե կամրապնդեն խաղաղությունը մեր տարածաշրջանում։ Ուստի շատ կարեւոր է նշել, որ հիմա ինչ է լինելու, ինչ է միջազգային խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղին։ Ինչպես ասացի, դա ներդրումային նախագիծ է Հայաստանի տարածքում եւ այն ներառելու է երկաթուղի Հայաստանի տարածքով, որը կկապակցի արևելքը եւ արևմուտքը, այդ թվում նաեւ, ինչպես ասացի, Ադրբեջանի հիմնական մասը Նախճեվանի ինքնավար հանրապետության հետ եւ կբացի երկաթուղային կապը Հայաստանի համար դեպի հարավ, նաեւ ինչ խոսք այն նաև նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական միության համար, քանի որ դուք գիտեք, աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով այժմ մենք մատակարարման շղթաների ճգնաժամ ունենք աշխարհում, եւ Թրամփի ուղին, այս ուղին, որը Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շատ կարևոր մաս է, նոր ճանապարհ, նոր մատակարարման ուղիղ ստեղծի արևելքից արևմուտք, Եվրոպական միությունից դեպի Կենտրոնական Ասիա, Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպական միություն, բայց դա միայն երկաթուղին չէ, բնականաբար խողովակաշարեր կլինեն այնտեղ եւ ես համոզված եմ, որ կլինեն խողովակաշարեր, բնականաբար էլեկտրական հոսանքագծեր, օպտիկա մանրաթելային կապ եւ այլն։ Այժմ մենք համաձայնեցնում ենք Թրամփի ուղու իրավական շրջանակը ԱՄՆ-ի հետ, այդ գործընթացում ենք հիմա եւ հունվարի 13-ին մեր կառավարությունները, Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունները իրականացման շրջանակը հրապարակեցին, Թրամփի ուղու իրագործման շրջանակը, ու դա շատ զգայուն նշբություն էր, որը շատ կարևոր էր ամբողջ այս գործընթացներում, այն, որ բոլոր ենթակառուցվածքները գործելու են Հայաստանի այն երկրների իրավազորության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ներքո եւ իհարկե փոխադարձության սկզբունքը շատ կարեւոր է, ինչպես ասացի, այդ ենթակառուցվածքը օգտագործվելու է Հայաստանի կողմից ներքին եւ արտաքին կապի համար եւ Ադրբեջանի կողմից ներքին եւ արտաքին կապի համար։ Ինչպես արդեն ասացի, հիմա իհարկե մենք պետք է ամրապնդենք եւ ավելի ինստիտուցիոնալ դարձնենք խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բնականաբար գիտեք, որ ինչպես ասացի, մենք ապրել ենք
Թշնամանքի մթնոլորտում several decades. մի քանի And տասնամյակ it isn't possible եւ to հնարավոր չէ switch պարզապես off the bottom and change անջատել everything. կոճակը եւ ամեն ինչ But փոխել։ from the other Բայց side, մյուս կողմից it is obvious ակնհայտ է, that որ the atmosphere is changing. մթնոլորտը փոխվում And է։ of course, this is Բնական է, very որ important սա շատ process կարևոր գործընթաց է, and led by two governments, որն առաջնորդում են the Armenia and Հայաստանի Azerbaijan. եւ Ադրբեջանի But, կառավարությունները, you know that some բայց գիտեք, որ issues are remaining, ինչ խնդիրներ դեռ մնում են, some humanitarian issues, որոշ մարդասիրական խնդիրներ etc., եւ այլն, political, քաղաքական, economic, տնտեսական etc. եւ այլն։ But we are sure Բայց մենք համոզված ենք, որ be successful մենք հաջողության in կհասնենք եւ addressing and delivering կլուծենք եւ արդյունքի կհասնենք եւ those issues. կլուծենք այդ խնդիրները։ The mood in our Տրամադրությունը region մեր is changing տարածաշրջանում rapidly. իսկապես And, փոխվում է։ as I said, there is no Ինչպես any ասացի, tension. լարվածություն Of course, չկա, բնականաբար we hope to մենք see հույս ունենք some real իրական changes, փոփոխություններ in the տեսնել relations between Turkey Թուրքիայի and Armenia. եւ Հայաստանի միջև And, հարաբերություններում։ during last years, we Վերջին տարիներին մենք are having quite active dialogue. բավական ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի I հետ։ met several times Ես մի քանի անգամ հանդիպել եմ with President Erdogan նախագահ and Էրդողանի last հետ year in June, անցյալ տարի I had, հունիսին first bilateral առաջին working visit, երկկողմ to աշխատանքային Turkey, and այցս տեղի we ունեցավ have, Թուրքիա։ positive dialogue. Մենք շատ դրական But from the երկխոսություն other ունենք, side, բայց you մյուս know, կողմից our situation գիտեք is հիմա quite mature, իրավիճակը բավական to հասունացել է, turn into որպեսզի something practical. գործնական You know that, unfortunately, բանի the border between վերածվի։ Armenia Դժբախտաբար գիտեք, and Turkey ինչպես գիտեք, Հայաստանի եւ Թուրքիայի is, միջև սահմանը close փակված է since early 90s. 90-ականների սկզբից եւ մենք հույս ունենք The opening of border տեսնել սահմանի բացումը of Armenia and Հայաստանի եւ Turkey, Թուրքիայի միջև and եւ there are some projects կան connected նախագծեր, with transportation. տրանսպորտի հետ կապված նախագծեր։ Trip route Մենք հույս ունենք, որ will TRIP continue ուղին its path շարունակի իր ուղին, իր ընթացքը եւ through Armenia and further Հայաստանի through տարածքով, Turkey հետո to Թուրքիայի European տարածքով Union. մինչև Եվրոպական And that is միություն։ our project, Դա է մեր and we are նախագիծը working եւ մենք on that. այդ ուղղությամբ աշխատում ենք։ Of course, Ինչ խոսք, we are thankful մենք to երախտապարտ our ենք neighbors մեր as well. հարևաններին եւս, It is քանի very որ important շատ to կարեւոր է state that նշել, our որ neighbors, մեր հարևանները Georgia, Վրաստանը եւ Իրանը were always supportive միշտ for this աջակցել են այս խաղաղության գործընթացին and we had opportunities to meet with Մենք ունեցել ենք հնարավորություններ in Iran, in ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպելու Իրանում, Վրաստանում, անգամ Թուրքիայում։ Ես կարծում եմ, որ all the countries of our մեր region, տարածաշրջանի they feel բոլոր պետությունները already they feel the արդեն benefit զգում են of peace. խաղաղության And օգուտները։ I'm sure Ես համոզված եմ, որ that this process այս will գործընթացը reconciliate, կհաշտեցնի the whole our region. ամբողջ մեր տարածաշրջանը։ People are asking Մարդիկ երբեմն հարց են տալիս, թե ինչու եւ ինչպես this peace with կարող է Azerbaijan Ադրբեջանի հետ այս խաղաղությունը became possible. հնարավոր And of դառնալ, course, I ինչպես think այն հնարավոր that դարձավ։ the factor Ես of իհարկե ասացի, personal որ engagement and participation of US ԱՄՆ նախագահի անձնական ներգրավվածության եւ there is no doubt about նախաձեռնության գործոնը There are վճռորոշ եղավ եւ այդ some հարցում other կասկած չկա, factors կան as նաեւ well. այլ գործոններ։ because I think Գիտեք, ես կարծում եմ, որ որոշ ժամանակ անց Հայաստանը եւ Ադրբեջանը հասկացան, that there can որ be a kind of common ground կարող է for լինել common ընդհանուր interests. հայտարար, ընդհանուր Meaning- շահերի համար, այսինքն meaning that we should and can մենք կարող ենք եւ պետք է հետաքրքրված լինենք նրանով, each other որ independence, ամրապնդենք sovereignty մեկ-մեկու and statehood. անկախությունը, ինքնիշխանությունը եւ պետականությունը, քանի որ գիտեք շատ կարևոր a very important historic fact. պատմական փաստ գոյություն ունի։ Usually we are Մենք սովորաբար concentrated and, կենտրոնանում ենք on
other part of facts. այլ փաստերի, In history we have, որոշ այլ փաստերի վրա, բայց պատմության մեջ that փաստ in կա the նաև, որ beginning of 20th 20-րդ century, դարի with սկզբին Azerbaijan, we մենք got Ադրբեջանի հետ independence in the same time, նույն ժամանակ ձեռք բերեցինք անկախություն եւ անկախությունը in the կորցրեցինք same time. նույն ժամանակ։ Of course, they Իհարկե not exactly ոչ թե in the ճիշտ same day, նույն but, օրը, բայց we got բայց մենք independence անկախությունը ձեռք բերեցինք during even in during 2 days. երկու օրվա And which is տարբերությամբ, very որը important in the շատ կարևոր է early 90s. We նաև 90-ականների սկզբին մենք անկախություն ձեռք բերեցինք, ինչպես ասել եմ, Almata Declaration. Ալմատա երճակագրի արդյունքում համաժամանակյա This fact made us պայմաններում understand միաժամանակ that եւ այս maybe փաստը մեզ there is օգնեց հասկանալ, որ միգուցե there are some կան որոշ ties and կապեր connections between those two facts. այս երկու փաստերի Maybe միջև, the որ միգուցե statehoods of Armenia Հայաստանի and Azerbaijan պետականությունը եւ Ադրբեջանի can պետականությունը be interested կարող են on each other միմյանցով փոխադարձաբար, միմյանց գոյությամբ փոխադարձաբար շահագրգռված լինել եւ միգուցե նրանք կարող են որոշ ընդհանուր շահեր ունենալ, ընդհանուր սպառնալիքներ, ընդհանուր հնարավորություններ and obviously եւ ակնհայտ է, որ they are in common region. ընդհանուր մեկ And of course, տարածաշրջանում ենք։ the common prosperity, Բնականաբար stability, ընդհանուր and բարեկեցությունը, կայունությունը is եւ a խաղաղությունը very important ground շատ կարևոր for հիմքեր են understanding. And փոխմրնման I hope համար։ that, Ես հույս ունեմ, որ during this whole process, ամբողջ այս գործընթացում we will be able to մենք create կկարողանանք common understanding ընդհանուր in our պատկերացում region. ձևավորել I մեր mean, տարածաշրջանում։ not Մի only նկատի ունեմ ոչ Armenia միայն and Հայաստանի եւ Azerbaijan, but Ադրբեջանի, Georgia as well. միջև այլ նաև Because, Վրաստանի հետ, քանի որ our histories are մեր պատմությունները interconnected. փող And շաղկապված են, definitely փող կապակցված են there եւ can be միանշանակ some points of կարող են լինել որոշ contradictions, but հակասական definitely կետեր, there որոնք can be իհարկե կարող են գոյություն very ունենալ important points շատ for կարևոր reconciliation. կետեր The հաշտեցման role համար of leadership of our մեր countries պետությունների առաջնորդների decide դերն է to decide whether we որոշել, need to թե արդյոք concentrate մենք պիտի more and more ավելի շատ on the կենտրոնանանք that այն փաստերի շուրջ, որոնք separating մեզ us, or we need to բաժանում են, թե concentrate ավելի շատ կենտրոնանանք and even այն փաստերի վրա, search իմիջիալոց նաև for- փնտրենք, is որոնենք, also very դա էլ important. շատ Maybe կարևոր է։ those Միգուցե facts այդ aren't փաստերը in the surface. չկան Maybe we need to տեսադաշտում կամ search for մակերևույթին those մոտ։ facts, Մենք միգուցե պիտի try փնտրենք to find. այդ փաստերը, փորձենք գտնել And եւ actually that is what happened փաստացի հենց last year. դա է տեղի ունեցել վերջին And, տարիներին And for me եւ ինձ համար, անձնապես ինձ համար and our political եւ մեր քաղաքական it is թիմի համար obvious ակնհայտ է, that որ there can be a ground for կարող են common հիմքեր գոյություն interest ունենալ ընդհանուր and շահերի for համար common, եւ peace, for common ընդհանուր prosperity, խաղաղության, ընդհանուր and for common բարեկեցության, future. ընդհանուր ապագայի համար։ Քանի որ all we consider South Caucasus մենք բոլորս as հարավային Կովկասը home. համարում ենք մեր տունը We need եւ մեզ to care. անհրաժեշտ է հոգ տանել հարավային Կովկասի մասին։ Եվ ես հավատացած եմ, որ այս գործընթացը And to be սկիզբ է honest, արել եւ անկեղծ ասեմ, my impression իմ տպավորությունն է եւ իմ belief is համոզմունքն է, որ այս խաղաղությունը and this եւ այս constructive կառուցողական process is գործընթացը untenable. անշրջելի է։ There will be Բնականաբար and there are many forces կլինեն եւ կան outside բազմաթիվ our ուժեր countries, մեր outside երկրներից our- դուրս, outside our region, մեր տարածաշրջանից outside, դուրս եւ of our region մեր տարածաշրջանի ներսում, aren't so interested որոնք in stability. այնքան էլ
շահագրգռված չեն կայունությամբ եւ խաղաղությամբ, բայց մյուս կողմից I'm sure ես հավատացած եմ, որ we will be able մենք կկարողանանք this situation այս իրավիճակը and կառավարել make եւ our peace, մեր խաղաղությունը, stability, կայունությունը sustainable. դարձնել And of հարատևելի։ course, we hope Ինչ խոսք հույս ունենք, որ the support of our ստանանք մեր international միջազգային partners, գործընկերների աջակցությունը եւ շնորհակալ ենք to our մեր international միջազգային partners գործընկերներին for supporting մեզ աջակցելու համար։ Շնորհակալություն։